Հիշում եք 18 թվականի ընտրությունները եւ ինչ կարգախոսներով է ընտրություններին մասնակցել Նիկոլ Փաշինյանը։ Չկրկնեմ։ Ժողովրդավարություն, կոռուպցիայի դեմ պայքար, սոցիալական արդարություն, հիմնական թեզերը սա էր։ 21 թվականի ընտրություններ։ Էլի ժողովրդավարություն, կոռուպցիայի դեմ պայքար, սոցիալական արդարություն, Ղարաբաղը պահելու sense անսասան մտադրություն Շուշիի եւ Հադրութի դեօկուպացիա։ Հիշում եք։ Հիմա ես կցանկանայի ձեր հետ մի հատ բան անենք, մի փոքր վարժություն անենք, փորձենք մոդելավորենք, թե Նիկոլ Փաշինյանը գալիք ընտրություններում ինչ թեզերով պետք է մասնակցի, ինչ կարգախոսներով։ Հասկանում, մի հատ մոդելավորենք։ Ժողովրդավարությունից երկու սրբազան բանտում պահելով դու պիտի խոսաս ու Սամվել Կարապետյանով բանտում։ Ինչ ժողովրդավարություն։ Քանի համայնքապետի կալանավորում եւ այլ։ Սոցիալական արդարություն աղքատության մակարդակը։ Ինքը 24% ընդունել է 24%-ի վրա է։ Սոցիալական արդարության ամենից sense ամփոփիչ ցուցանիշ հենց աղքատության մակարդակն է։ Այն հիմնական կարգախոսները, որով ինքը միշտ մասնակցել է ընտրություններին, կոռուպցիայի մասին չեմ խոսում։ Ինքը այսօր Հայաստանում sense կոռուպցիայի դեմ պայքարողը գլխավորեց կոռուպցիան։ Պարագլուխն է։ Հայաստանի պատմության մեջ անիֆի պես 65 միլիոն դոլարի ոչնչացում ուղղակի չի եղել նման օրինակներ։ Կամ համայնքական հիմնադրամից 100 միլիոնը sense Գոլոշյանը հանկարծ ես հիմնադրամի խորհրդի անդամ եմ այն ժամանակ հոգաբարձուների խորհրդի on-line ինչ որ հանդիպում էր ես պահանջեցի հաշվետվություն գիտեք պատասխանը ինչ էր պետք էր ծախսենք հետո ինչ որ իբրև հաշվետվություն են ուղարկել որը ուղղակի ծիծաղելի էր պետք էր ծախսել վերջ ինչ ուզեմ բանակցեմ, դուք ինչ գործ ունեք, այս ոչի մեջ է ամենը։ Հիմա մնում է մեկ կարգախոս, չէ՞։ Մեկ կարգախոս, խաղաղության։ Հիմա մենք էլ պետք է ցույց տանք, որ սնանք այդ կարգախոսը, որ սա զինադադար է, ոչ թե խաղաղություն, եւ զինադադար է մեկ մարդու տրամադրությունից կախված։